օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, դա նշանակում է մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես Անահիտ Կիրակոսյան ես եկել եմ, որպեսի մեր օրը միասին անցնի բարի, առաջիկա 1 ժամը կփորձենք լինել հետաքրքիր, հագեցած ու յուրահատուկ հյուրերով, իսկ այս պայն առաջարկում եմ մի լավ տեսահոլովակ, որպեսի արթնանանք միասին, պատրաստ եք, ես պատրաստ եմ, գնացինք։ Դենց ելներս արթնացանք, վստահաբար ոմանք հիմա նախաճաշ են պատրաստում, ոմանք պատրաստվում են արձակուրդներին, ոմանք մտածում են ինչ հագնել այսօր կամ զբոսնել թե չզբոսնել, իսկ ես առաջարկում եմ, որ մոտ գանք մշակույթին եւ մշակութային իրադարձություններին։ Այս պահին կդիտենք մի գովազդային անոնց, որից պարզ կլինի, թե ովքեր են լինելու այսօր իմ հյուրերը, նրանք արդեն տաղավարում են եւ ես շտապում եմ ողջունել։ Դե ինչ հրաշալի իրադարձություն է տեղի ունենալու մայիսի 19-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնը մեծ շուքով կնշի լեգենդար Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը։ Այս առիթով ունեմ հրաշալի հյուրեր ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի երաժշտական մասի գեղարվեստական ղեկավար Լևոն Թևանյանն է իմ հյուրը, բարի առավոտ։ Ինչպես նաեւ ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի Հայաստանի բարի պետական անսամբլի նվագախմբի փորձավար Նարեկ Պողիկյանն է իմ հյուրը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ այս առավոտ եկել եք իմ տաղավար ու հրաշալի նորությամբ, որովհետև իսկապես հագեցած ու ֆանտաստիկ համերգային ծրագիր է մեզ սպասվում, բայց կանք ամենասկզբից, ինչպես եղավ մտահղացումը անդրադառնալ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին, ինչպես միտքը ծագեց։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ինչպես մտահղացումը ստեղծվեց, ես կասեի, այն մտահղացումը, ինչ որ բոլոր նվագախմբերը, Տաթուլ Ալփինյանի անվան երգի բարի պետական անսամբլը, բարի պետական անսամբլը, ազգային նվագարանների պետական անսամբլը միասին նույն բեմահարթակում լինելու համար, մտահղացումը ժողովրդական երաժշտության երգի բարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը մի օր ասեց, որ այսպիսի մտահղացում կա, իրականում սա պատմության մեջ առաջի անգամ է լինելու, որ այդ նվագախմբերը միաժամանակ լինելու են բեմահարթակում միաժամանակ եւ համախմբված մի մեղեդի են նվագելու։ Բնականաբար սա հրաշալի է եւ պատկերացնում ենք ինչ գեղեցիկ է, բայց նաեւ պատկերացնում ենք ինչ բարդ է։ Գործն ունի իր եւ հաճելի եւ ոչ այդքան կողմերը։ Այդ օրը ոչ միայն մենք համերգ ենք դիտելու, այլ այդ օրը մեծարելու ենք մեր հզոր հայկական սյուներից մեկի Խաչատուր Ավետիսյանին, որովհետև այդ չքնաղ այն իր ստեղծագործությունների մեջ հնչում է այն հզոր ուժը, որի մեջ ապրում է Հայաստանը, այն հայկական շունչը, դրա համար այդ օրը սպասվելու է հզոր համերգ։ Շատ բարի, մի փոքր կպատմեք փորձերից, ծրագրից ու առհասարակ ընթացքից։ Փորձերից ուրեմն Ավետիսյանը, Խաչատուր Ավետիսյանը որպես կոմպոզիտոր ու որպես մարդ իր մեղմությամբ ասեմ, որ Պողիկյան Նարեկի կնքահայրն է եղել, մեր ընտանիքի կնքահայրն է, ես չեմ զլանում ու միշտ ասում եմ ու հիմա էլի ուզում եմ կրկնել, որ իմ երաժշտական ուղին կապված է իր հետ, ես շնորհակալ եմ, որ ինքը եղել է իմ կյանքում, մեր ընտանիքում, իր դրածով, իր ուղղորդածով ես այսօր իբրև կայացած երաժիշտ եմ ու մանավանդ որ հպարտ եմ, որ բարի պետական անսամբլի երաժիշտ եմ, այսօր փորձավար եմ, իսկ Խաչատուր Ավետիսյանից իր հետ կապված յուրաքանչյուր արարողություն փորձ ինքը անցնում է ոնց որ ինքը մեզ որպես կոմպոզիտոր որպես մեր ազգի պարծանք իր ներկայությունը այսօր մենք զգում ենք ուրեմն փորձերից խոսանք ոնց են ասնում փորձերը բնականաբար ինքը շատ մեծ աշխատանք է տարվում, որտեվ այդ անսամբլները միացյալ մի բեմում աշխատելու համար
Թևանյանը մեծ աշխատանք է տանում, Դավթյան Նորիկը, Հայ Գրիգորյանը եւ բարի մասնագետները, պարոն Կարապետյան, Գագիկը մեծ աշխատանք են տանում ու փորձերը անցնում է հիանալի։ Անկամ երաժիշտների այդ ներկայությունը, այդ արտաժամյան աշխատանքը, այսինքն այնքան ենք մենք Ավետիսյանին նվիրված ու սիրում, որ փորձերը այն որ sense քար լրությամբ, ուշադրությամբ մի մարդու պես։ Խաչատուր Ավետիսյանը իսկապես մեր երկրի, մեր ազգի համար յուրահատուկ զավակ է, ով մեծ ժառանգություն է թողել։ Առնչվել եք նրա հետ անձամբ, կա մի խորհուրդ, մի խոսք, որ ձեր վրա այսպես ազդել է ու մեծ յուրահատուկ զգացողություն է առաջացրել ձեր կյանքի համար։ Իմ կյանքի համար ուրեմն մի հատ օրինակ բերեմ, որ ես իմ կյանքում նվեր եմ ստացել Խաչատուր Ավետիսյանից, որը որ իմ կյանքի ամենաթանկ նվերն է եղել, ուրեմն հուշեր ստեղծագործություն ունի ինքը։ Հուշեր ստեղծագործությունը նվիրեց ինձ իր ձեռագրով, ես այդ ժամանակ պետք է ընդունվեի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ Ու ասեց սա գրել եմ քո համար, ու դու սրանով պետք է ընդունվես, այսինքն քո ուղին երաժշտական սկսես։ Շաքաղեցնող։ Ու այդ նվերը իմ համար իմ կյանքում ամենաթանկն է եղել։ Իսկ իր ներկայությունը ես հիշում եմ կոնսերվատորիայի տարիներին, որ ինքը գալիս էր մեքենայից իջնում էր, իր այդ հանգստությունը, իր քայլվածքը, իր մոտեցումը, եթե շրջակա այդ միջավայրը մի քիչ ինչ որ բարձր խոսացող կար կամ ինչ որ sense շարժկար այդ շարժը, ինչ որ այդ մթնոլորտը հավաքվում էր իր շուրջը։ Սկսում էր մարդիկ սկսում էին ցածր խոսել, չվազել, ինչ որ իր ներկայությամբ, իր հանգստությամբ, իր մեղմությամբ ինքը վարակում էր ամբողջ ու իր խստությամբ։ Շատ խիստ էր, բայց երևի թե ոչ մեկ իրան բարձր խոսալուց, ջղայնանալուց, եթե ջղայնանում բարձր չէր խոսում։ Իրական ուժն ու կշիռը եղել է իր տեսակի մեջ։ Շատ բանում Պարիպետականում փորձերին գալիս էր 93 թվականին Զարթոնք ստեղծագործությունը նոր բերել էր, որ պետքա բեմադրվեր, պարոն Կարապետյանը բեմադրում էր, ուրեմն փորձերին մասնակցում էր, այնտեղ մի հատ ֆրազա կա, որ ես չգիտեմ ինչի, անկախ ինձանից, որը որ գրված չի եղել, չկա ստեղծագործության մեջ, անկախ ինձանից ինչ որ նվագեցի, նայեց այդ արդեն նայվածքը ես հավաքվեցի, սթափվեցի, ես ինչ արեցի էլ։ Հետո անցավ վերջացրեցինք ստեղծագործություն, ասեց այն ինչ արեցիր այնտեղ։ Սուս վախեցած մի հատ էլ կրկնեցի, այդի լավն է, այդի կանես։ Դա օգտագործվեց։ Իրականում մտածել էիք ինչ որ մի բան այն չէ, բայց պարզվեց հենց դա էլ շատ գեղեցիկ է։ Վերադառնալով համերգին, հա, հրաշալի երգիչներ են լինելու, Մաշա Մնջյան, Վարդան Բադալյան, Մոնիկա Նազարյան, Դավիթ Խաչատրյան, Արփի, Արման Գրիգորյան եւ իհարկե հայ երգի երախտավոր մեր շատ սիրելի Ռուբեն Մաթևոսյանը։ Ինչպես են ընթանում փորձերը, ինչպես է որոշվել, հա, ծրագիրը մի քիչ պատմենք համերգի մասին։ Ծրագիրը բնականաբար Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործություններն են, այդ օրը չի լինելու միայն 100-ամյակի նվիրված հոբելյանական մեր, այդ օրը մշակութային ինքնատիպության, մշակութային, դա այդ օրը հոգու տոն է լինելու։ Փորձերի անցկացնելը այն մի ուժ դարձած այդ 3 հզոր նվագախմբեր անսամբլերը, այդ հզոր ուժերը միավորված լինելով, այդ օրը ավելի գերհզոր ուժով ներկայացվելու է հանդիսատեսին եւ նաեւ ոչ միայն մենք ունենալու ենք հարգանքի տուրք մեծ արվեստագետին, նաեւ դա կլինի խորհրդանիշ միասնության, ինչպես այդ անսամբլները մեկ նպատակի շուրջ, մեկ ներկայացնելով այն արվեստը, ինչի մեջ
կա Հայաստան ասածը ամեն ինչ։ Իսկապես միասնությունը ուժ է, ու սա դրա վառ օրինակն է լինելու մշակութային խոսքի արվեստի միջոցով։ Բնականաբար, երբ որ ազգային երգերաշտությունը եւ պարը միավորվում են, բեմը դառնում է հայրենիքի հոգևոր դիմագիծը։ Դրա համար ես կարծում եմ այդ օրը մենք վայելելու ենք այդ գեղեցիկ օրը, այդ հիշարժան օրը։ Ունենալով մեծ ու երկար տարիների փորձ ասպարեզում, ինչպես կգնահատեք մեր այսօրվա մատաղ սերնդին, մենք ունենք այնպիսի ուսանողներ, երեխաներ, որոնք կարող են գրավել կամ փոխարինել։ Մենք շատ լավ սերունդ։ Բայց կա ինչ ենք տալի, մենք տալիս ենք այն ինչը, որ մենք ստացել ենք մեր ավակ սերնդից, մենք կրողն ենք։ Եվ ես միշտ եմ ասում, մենք պետք է ամեն մեկս լինենք ու հրաշալի սերունդ ունենք։ Եվ բայց ամեն մեկիս առաքելությունն է վերցնել, պահել, պահպանել եւ տարածել։ Եվ փոխանցել նաև։ Փոխանցել իհարկե տարածել բնականաբար։ Ինչն է ձեզ այսօր զայրացնում ասպարեզում։ Ասպարեզում ոչ թե ասպարեզում է զայրացնում, այլ ինձ դա ավելի շատ ազգային մտածելակերպի հարց է, որ դա բոլորիս, որ ազգային այդ արժեք ասածը ուղղակի բնականներում, տներում, սեղանի շուրջ, բաժակի շուրջով չսահմանափակվի։ Ես էլ եմ ասում, մենք ազգ ներկայանում ենք մեր մշակույթով, մենք ազգ ներկայացնում ենք, երբ որ որևիցե նախագահ, որևիցե կառավարական անձ, ինչ որ անվանի անձ գալիս է երկիր, մենք այդ դեպքում ներկայացնում ենք մեր մշակույթը, չէ՞։ Անշուշտ։ Ասենք դրա համար մենք պետք է ամեն մեկս, ես էլ եմ ասում, ես միշտ ասել եմ եւ ասում եմ եւ կասեմ, ես դեմ չեմ, որ մարդը ռոք կլսի, ռեպել կլսի, փոփել երաժշտության բոլոր տեսակները, բայց մենք պետք է դա պահպանենք եւ սրբորեն պետք է պահպանենք եւ տարածենք։ Եթե դա չլինի, դա ջանք պետք է որ կապ չունի, կարող է ինքը ամեն օր չի ուզում ժողովրդական երաժշտություն, բայց դա ել եմ ասում, դա պետք է որպես սրբորեն պահպանել եւ պետք է գիտակցության մեջ մտցնել, որ դա մենք պարտավոր ենք դա անելու։ Եթե ուզում ենք մեր հայ կերպարը, նույնն ինչ որ Ավետիսյանի երաժշտության մեջ կա այդ սեր, այն հզոր ուժը, այն լեռների ուժը, այն ամեն ինչը ինչ որ կա Ավետիսյանի ստեղծագործությունների մեջ, եւ առհասարակ մեր մեծամեծ կոմպոզիտորների, աշուղների, գուսանների, այնինչ հզոր ժառանգությունը ինձ հասել է մեզ, ինչ հասել է մեզ, այդ ամեն ինչը մենք ամեն մեկս պետք է գրող լինենք։ Ես միշտ ասում եմ, հարց եմ տալիս, երբ որ նստած ենք լինում, ասում եմ տարին քանի ամիս ունի, բնականաբար 12, ասում ամսվա մեջ, եթե ամեն մեկս մեր երեխային 15 րոպե, նայեք ամսվա մեջ 15 րոպե, ինչքան քիչ թիվ եմ ասում, հատկացնենք այսօր Արամ Խաչատրյանին, մյուս ամսվա 15 րոպեն, Արնո Բաբաջանյան, Սայաթնովա, Շերամ, Ավետիսյան եւ մեր մեծամեծերին սենց անենք, մենք տարվա վերջում եւ 15 րոպե հեռախոսով, YouTube-ով, բոլորիս գրպաններում աշխարհը համացանցը մեր գրպաններում է, չէ՞։ Ներկայացնենք, ասենք մեր երեխաներին այս ամեն ինչն է, նայեք ինչ շնչին քանակ եմ ասում։ Վաղ այդ երեխան մի տարի հետո ունենալու է 12 մեր հզոր, մեր մեծամեծ այդ հզոր ժառանգություն թողածների անուն եւ ինքը ճանաչելու է իր ստեղծագործությունները որպես այդ ազգային արժեք կրող։ 2 տարի հետո ինքը իմանալու 24 անուն, հռչակավոր անուն։ Եվ ինստինկտիվն էլ եմ ասում, մենք պետքա սերմանենք այդ ամեն ինչ։ Եթե մենք այդ աշխատանքը չանենք, դա չի սահմանափակվում միայն, այո, մենք երաժիշտներս, արվեստագետներս, այո, մենք անում ենք, բայց այդ ամեն ինչը պետք է նաև պահպանողը լինի, պետք է այդ հանդիսատեսը մենք տալիս ենք։ Դա պետքա ընտանիքի մակարդակից սկսած այդ ամեն ինչը պահի պահպանվի, ամեն մեկս այդ առաքելությունը պետք է վերցնենք եւ պահենք։
Այնքան ճիշտ խորհուրդ տվեցիք հենց հիմա նաև մեր հեռուստադիտողին, որ իսկապես, եթե վերցնում ես ժամանակային առումով, հարմարության առումով, այսօր բոլորը ունեն հեռախոսներ, գadgetներ, երեխաները ցավոք սրտի նաև ամբողջ օրը դրա մեջ են, բայց կարելի է դա ի օգուտ օգտագործել, օրինակ որդիս սովորում է Հայասպետ դպրոցում եւ այնտեղ զանգի փոխարեն ամեն անգամ մի կոմպոզիտորի ստեղծագործություն է հնչում։ Այսինքն, այսպես թե այնպես, ենթագիտակցաբար երեխան լսում է Կոմիտաս, լսում է Խաչատրյան, Բաբաջանյան, Ազնավուր, Մանսուրյան եւ այդպես շարունակ ու սա շատ կարեւոր է, որ հետո ձևավորվի իր անձը արդեն ճանաչելով իրական երաժշտությունը եւ մեր երաժշտությունն ու ազգայինը։ Հետաքրքիր է վաղը արդեն մայիսի 19-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվել այս համերգին եւ կտեսնի արդյունքը, բայց մինչ արդյունքը ինչպիսի շրջան է կանցել, հա, փորձերն ինչքան են տևել, ինչ բարդությամբ, այդքան կարևորագույն խմբեր միասնական պետք է ստեղծեն մի նոր ու հետաքրքիր համերգային ծրագիր, կպատմեք։ Փորձերը գրեթե ամեն օր են։ Իսկ ինչքան երբանից եք սկսել, ինչքան ժամանակ են տևում։ Քանի ամիս, այսպես ասեմ։ Ամիս չէ։ Ավետիսյանի երաժշտությունը արվեստն հենց է, որ մեր մեջ բոլորի մեջ նստած է։ Այո, Ավետիսյանի երաժշտությունը ուղղակի երևի չէ։ Հետո անսամբլները Եվ ի վերջո պրոֆեսիոնալներ են բոլորը։ Ես որպես Պարիպետականի ներկայացուցիչ ասեմ, որ Պարիպետականը առանց Ավետիսյան երևի թե չլիներ, չկայանար։ Այբուբենի նման մի բան է։ Որտեվ իր ստեղծագործությունների հիմքի վրա է շատ բեմադրություններ արվում ու վստահ եմ արվելու է։ Դրա համար մեր համար ինչ որ շատ երկար ժամանակ պետք չի, ուղղակի մոտեցումը, քանի որ Ավետիսյանի մասին է խոսքը, Ավետիսյանի 100-ամյակի մոտեցումը նենց է, որ լրջությունը նենց է, որ շատ երկար ժամանակ պետք չի պատրաստվել, բայց շատ լուրջ աշխատանք է տարվում։ Ու ես վստահ եմ վաղը այդ աուրան, այդ համերգի այդ դահլիճը ամբողջությամբ Ավետիսյանով է ապրելու։ Ով դրա կարիք ունի, պարտադիր պետք է ներկա լինի, որ այդ բաց տեղը լրացվի իր մոտ։ Ու այդ բաց տեղը վստահ եմ բոլորս ունենք։ Մեկ էլ մի հատ բան կուզենամ անդրադառնամ ձեր հարցին, որ երիտասարդների հետ կապված, ուրեմն մեջբերում անեմ Ավետիսյանից, որ ասում է, եթե տաղանդ ունեք գրելու, եթե ստեղծագործելու տաղանդ ունեք, մի կտրվի ձեր հողից, ստեղծագործեք ձեր արմատներով, ձեր հողով, հողի վրա պին կանգնած։ Այդ դեպքում օտարը ավելի կգնահատի մեզ, մեր արվեստը։ Հիմա ես ուզում եմ այդպես կոչ անել մեր երիտասարդներին, որ նվագում եք, մի կտրվեք հողից։ Հաստատ եթե նվագենք մենք մեր մաքրամաքուրը, ինչը որ տվել են մեզ, ու այդ մի հատ եռյակ կա, որ բոլոր կոմպոզիտորները կարծում եմ սնվել են այդ եռյակից, Սայաթնովա, Կոմիտաս եւ Արամ Խաչատրյան, էլի այդ մեջբերումը Ավետիսյանից է։ Ու այսօր արդեն Ավետիսյան միացնենք այդ եռյակին դառնա քարյակ, որտեվ այն ինչ որ մենք սնվում ենք իրանցից ու տանք մեր սերունդներին, վստահ եմ շատ մեծ քայլերով ավելի առաջ կգնա մեր մշակույթը։ Շնորհակալություն անչափ, շատ կարևոր խորհուրդներ, վստահաբար մեր հեռուստադիտողին հասավ ձեր իրական ջերմությունը, շունչն ու էներգիան։ Պարոն Թևանյան, վաղը մայիսի 19-ին արդեն կկայանա այս յուրահատուկ համերգը։ Ինչու պիտի հանդիսատեսը գա ու ներկա գտնվի այդտեղ։ Ինչու հարցը շատ ինչու պետք է գտնվի։ Եթե ասեցի դա հայրենիքի հոգևոր դիմագիծը բեմը հարթակում պետք է լինի, դա այդ արդեն այդտեղ ինձ թվում է ինչու։ Եթե արդեն կոչվում ես հայ, ոչ թե չեմ ասում, այդ ինչ անձնավորություն է, ժամանակ չի գտել կամ չի ստացվել, դա բոլորիս, չգիտեմ, գնում ենք մենք մեր ինքնությանը, մեր վայելենք այն
այն հզոր երաժշտությանը, որի մեջ ապրում է մեր հզոր ուժը, մեր հայկական եմ ասում սերը, խոսքը, այն ամեն ինչը, որ այդ երաժշտության մեջ կա։ Այդ դրա համար ոչ միայն եմ ասում, ոչ միայն վաղվա համերգը, առհասարակ այն համերգները, որը որ մեր ազգայինն է, որտեղ ներկայացվելու է մեր ազգայինը։ Անչափ շնորհակալ եմ, ես իմ կողմից ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել նախ եւ առաջ ձեր տեսակի համար, նախաձեռնության համար ու այն մեծ հրավառության ու մշակութային տոնի համար, որ վաղը արդեն մայիսի 19-ին պարգևելու եք մեզ ու հանդիսատեսին, վստահ եմ, որով բաց թողնի փոշմանելու է ու պետք է ներկա գտնվել, իսկապես, որովհետև խոսքը ուղակի երաժշտության, ուղակի բարի, ուղակի նվագարանների մասին չէ, խոսքը մեր ինքնության մասին է, մեր արմատների մասին է, մեր եսի մասին է ու շատ կարևոր է ներկա գտնվել նաև համերգին սիրելիներս, ուզում եմ հիշեցնել, որ արդեն վաղը Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնը մեծ շուքով կնշի լեգենդար Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը, շատ հագեցած ծրագիր յուրահատուկ երգիչներով, վարպետներով ու պրոֆեսիոնալ մարդկանցով։ Իսկ մեր հյուրերն էին ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի երաժշտական մասի գեղարվեստական ղեկավար Լևոն Թևանյանը, շնորհակալություն անչափ զրույցի, խորհուրդների համար, ինչպես նաև կենտրոնի Հայաստանի Պարիպետական անսամբլի նվագախմբի փորձավար Նարեկ Պողիկյաններ մեր հյուրը, ում կնքահայրը նաև հանդիսանում է Խաչատուր Ավետիսյանը, շնորհակալություն ձեզ։ Այսպիսին էր այսօրվա եթերը, սիրելիներս, առնչվեք արվեստի ու մշակույթի հետ եւ ինչպես հուշեցին մեր հյուրերը, նաեւ երեխաներին փորձեք մոտ պահել իրական արվեստին ու մշակույթին ու մեր ազգայինին, թող դա լինի թեկուս ամսվա մեջ 15 րոպե, բայց լեցուն, իրական ու հագեցած։ Այսօրվա համար այսքանը, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, թող ձեր օրն անցնի բարի, մնացեք բարով։